պետական турքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի, այսուհետ նախագիծ մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների, սև մետաղների արտադրության եւ ներքին առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Նպատակ ունենալով զարգացնել առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու հումքային ռեսուրսների ներքին սպառումը, տեղում սև եւ գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման եւ առավել բարձր ավելացված արժեքով արտադրանքների արտադրության խթանմանը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը մի շարք որոշումներով արգելել է սև եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնների արտահանումը, ինչպես նաև սահմանափակել է սև մետաղից պատրաստված պարզ եւ ցածր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտահանումը։ Դրա հետ մեկտեղ 2024 թվականին պետական турքի մասին օրենքում կատարվեց լրացում, հոդված 16-րդ մասը 15-րդ կետով համաձայն որի ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքների ամանացանկը ԵԱՏՄ ԱՏԳ-ԱԱ դասակարգչի 7214 եւ 7215 ապրանքային խմբերին դասվող պողպատե ամրանների բացթողու ներքին սպառման համար վերամշակում մաքսային տարածքում եւ վերամշակում ներքին սպառման համար մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչեւ 1 տոննայի ներմուծան լիցենզիա տրամադրելու համար սահմանվեց պետ-турքի բազային Турքի 29 պատիկի չափով։ Արգելի գործընկերներ, օրենքի նախագծի նպատակը այն է, որպեսզի մենք կարողանանք մեր տեղական արտադրողին պաշտպանենք արտաքին ներգործություններից, այսինքն շատ ավելի էժան կարողանում են ներկրել արմատուրա եւ նաեւ մետաղական այլ ապրանքներ, որը պայմանավորված է հիմնականում մեր հարևան երկրում Իրանում աշխատավարձերի հետ կապված, գազի, էներգակիրների, էլեկտրոէներգիայի հետ կապված ցածր գներով։ Դրանով պայմանավորված, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ներմուծվում է էժան արմատուրա եւ մենք պետք է պաշտպանենք մեր արտադրողներին, այս օրենքի ընդունումով ցանկանում ենք այս խնդիրը լուծել։ Նախկինում 29000 էր դրված, իսկ հիմա առաջարկում ենք 55000 դրամ 1 տոննայի հաշվարկով, որպեսզի հավասարակշռենք ներմուծվող ապրանքի գինը եւ արտադրվող ապրանքի գինը։ Սրանով իսկ ինչպես ողջ աշխարհում է ընդունված, դա կոչվում է պրոտեկցիոնիզմ, այսինքն ազգային արտադրանքի պաշտպանություն իրականացնել, մենք դա ենք իրականացնում, որովհետեւ եթե մենք իմանանք երկարատև մրցակցության դեպքում մեր արտադրողները կարող են այլևս չկարողանալ արտադրել եւ մյուս երկրները իրենց ապրանքը կրկնակի կարող են թանկացնել, խնդիրներ առաջացնել մեր տնտեսության համար, մենք փորձում ենք պաշտպանել տեղական արտադրողի շահերը։ Նպատակը սա է։ Կառավարության հետ քննարկումների արդյունքում կառավարության մեր հարգելի գործընկերները առաջարկեցին 55000-ի փոխարեն կիրառել 45000 պետական турք եւ հիմնավորեցին ինչու 45000, որովհետեւ իրենք հաշվարկի հիմքում դրեցին էներգակիրների եւ աշխատավարձի հետ կապված խնդիրները եւ բացի այդ, քանի որ այլևս Իրանի հետ մենք զրոյական մաքսատուրք ենք կիրառում, իսկ նախկինում 5% էր, այդ 5%-ը կազմում է 10000 դրամ եւ դրանից ավելացված արժեքի հարկը 2000 դրամ եւ գումարային դառնում է 45000 դրամ։ Հետեւաբար մենք ընդունում ենք կառավարության մեր գործընկերների առաջարկը հաշվի չառնել արժույթի տատանումները, որովհետեւ իրանական արժույթը այս պահին արժեզրկվում է, բայց կարող է վաղը նորից վերականգնվել, այս իմաստով մենք այն 10000 դրամը, որ 45-ից 55000-ի սահմանում ունեինք, նպատակ ուներ նաև արժույթի հետ կապված խնդիրը լուծել, բայց կոմպետենտ վերլուծության արդյունքում գտնում ենք, որ պետք չի արժույթի տատանումը դնել ինքնարժեքի մեջ։ Այս իմաստով որոշեցինք, որ 45000-ը բավարար է եւ առաջին երկրորդ ընթերցման ժամանակ կընդունենք առաջարկը կառավարության։ Շնորհակալություն։